Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի օրն է ու այս առիթով Փաշինյանն այցելել է հատուկ ծառայություն։ Վարչապետն առանձնահատուկ շեշտել է ԱԱԾ-ից որևէ դժգոհություն չունի։ Չի եղել մի իրավիճակ, որտեղ ես մտածեմ, որ ծառայությունը որպես պետական մարմին պետքա գործեր այսպես, բայց չի գործել այդպես։ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա կառույց է 2018 թվականից, երբ Հայաստանն անցում կատարեց խորհրդարանական կառավարման մոդելի։ Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու լիազորություն ունեցող ԱԱԾ-ում պարզվում է չեն խորշում երբեմն Նիկոլ Փաշինյանի անձնական ցանկությունները կատարելուց։ Օրինակ, կաթողիկոսի դեմ արշավի շրջանակներում քահանաներին հորդորել պատարակներում չտալ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի անունը։ Մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիչներ Սյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել։ Ազգային անվտանգության ծառայությանը առանց կատակ ես այդպիսի հանձնարարական տվել եմ, պարզել որոշ շրջանակների եւ սատանայի համագործակցության ձևերը եւ ուղիները։ Փաշինյանը, որ հետհեղափոխական Հայաստանում ԱԱԾ-ին հանձնարարում էր սատանաներին բռնել, ՀԴՄ չտվող տնտեսվարողներին վերահսկել, ռեյդեր իրականացնել, այսօր հայտարարեց, թե ԱԱԾ-ն պետք է ինտելեկտուալ կառույց լինի, արագ արձագանքի հիբրիդային պատերազմին ու թմրանյութերի շրջանառությանը։ Անվտանգության ծառայությունը գործնականում ուժային կառույց պետք է լինի ամենավերջին հերթին։ Այսինքն ուժի գործադրման պահը պետք է հասնի այն ժամանակ, երբ որ դրա ծայրահեղ անհրաժեշտությունը կա։ ԱԱԾ աշխատակցի տոնը հունվարի 8-ին է նշվում 2024 թվականից։ Մինչ այդ անկախ Հայաստանի ԱԱԾ-ականները դեկտեմբերի 20-ին էին տոնում խորհրդային ԿԳԲ-ի չեկիստի օրը։ Անկախ Հայաստանի ԱԱԾ-ն բովանդակային փոփոխության ենթարկվել է, թե միայն տոնական օրն է փոխվել։ Այս հարցի պատասխանի փնտրտուքով ԱԱԾ պաշտոնական կայքում հանդիպեցինք այս ուշագրավ ձևակերպմանը։ 1991 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի եւ կառուցվածքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով ՊԱԿ-ը վերանվանվեց Ազգային անվտանգության պետական վարչություն։ ԱԱԾ պաշտոնական կայքում դեռ հասանելի են հայտարարություններ, որոնցով հատուկ ծառայությունը հայ երիտասարդներին հրավիրում է ուսման ռուսական FSB-ի ակադեմիայում։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նշում է, փոխվել է միայն ծառայության անունը, սակայն էությունը մնացել է նույնը, ինչպես խորհրդային տարիներին էին։ Չի կտրվել կամ չի կարողացել կտրել իր կապը ռուսական FSB-ից, շարունակել է մնալ այդ կառույցի մասնաճյուղ, մինչև այսօր էլ մեր երիտասարդ ապագա ԱԱԾ-ականները իրենց ուսումը կրթությունը ստանում են կամ գոնե ստացել են մինչև վերջերս ռուսական FSB-ի դպրոցում։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Գեգամ Մանուկյանը կարծում է ԱԱԾ-ն Փաշինյանի ձեռքին գործիք է դարձել ընդդիմադիրներին ճնշելու համար։ ԱԱԾ-ն վաղուց դադարել է ընդհանրապես ազգային անվտանգության հարցերով զբաղվել եւ ամբողջությամբ իշխանության գրպանով ծառայում է իշխանության քաղաքական պատվերներին։ Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին գետին փռելու, ապա կարծում եմ, որ մենք ունենք բազմահազար ընդդիմադիրներ եւ բոլորը գետնին փռված չեն։ Իսկ նրանք, որոնք որ գետնին փռված են, խոսքը միայն ընդդիմախոսության մասին չէ։ Թերացել է ԱԱԾ-ն, որ ոչ բոլոր ընդդիմադիրները գետնին փռված չեն։ Ճիշտ հակառակն է ուզում ասել։ Այսինքն ընդդիմադիր լինելու համար չեն նրանք գետնին փռվում, այլ լինում են այլ տեղեկություններ, լինում են այլ իրողություններ եւ դրա արդյունքում այն ընդդիմադիրները, որոնք ընդդիմադիր գործունեության շրջանակներից դուրս են եկել եւ սկսել են արդեն վտանգ ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետականությանն ու ինքնիշխանությանը, ապա բնականաբար նորմալ է, որ փռվում են գետնին։ Գարեգին II-ի եղբորը Եզրած arczepiskopos Ներսիսյանի ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին հրապարակումից հետո Գեգամ Մանուկյանը դիմել է ԱԱԾ-ին եւ այլ ենթադրյալ գործակալների անուններ խնդրել։ Կառույցից մերժում ստացած Գեգամ Մանուկյանն այնուհանդերձ դեմ է լուստրացիային։ Այո, դուք կարծում եք ԱԱԾ-ն ընդհանուր լուստրացիայի կարիք ունի, պարոն Մանուկյան։ Նայեք, լյուստրացիայի հարցը ԱԱԾ-ի լրիվ ուրիշ բանի մասին եք խոսում, լյուստրացիան դա չէ։ ԱԱԾ-ն կարիք ունի սահմանադրությամբ օրենքներով ազգային անվտանգության մարմինների օրենքների շրջանակներում գործունեության։
Ոչ միայն ԱԱԾ-ում, այլ նաև մյուս ուժային կառույցներում լուստրացիա իրականացնելու պահանջ արդեն տարիներ շարունակ ներկայացնում են քաղաքասարակության ներկայացուցիչները։ Լյուստրացիա չեղավ, որովհետև չկարողացան կտրել մերոնք դեռ 90-ականների առաջին տարիներից սկսած, ապա դրանից հետո 2000-ականների ողջ ընթացքում չկարողացան կտրել իրենց պորտալարը խորհրդային անցյալից, որովհետև լյուստրացիան առաջին հերթին պետք է լիներ խորհրդային անցյալի դատապարտումը, պետք է լիներ, ապա լյուստրացիան։ ԿՊԱ-կան պատգամավոր Լուսինե Բադալյանը եւս ուզում է իմանալ, ինչու լուստրացիա տեղի չունեցավ։ Շատ լուրջ հարց է, այս հարցի պատասխանը նաև ինձ է շատ հետաքրքրում, թերևս գուցե, որովհետև մենք նախընտրել էինք թավշյա ճանապարհը, այսինքն տալ մարդկանց հնարավորություն ինքնուրույն նոր իրողությունները ընդունելու եւ դրան համակերպվելու եւ նպաստելու, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը գնա ճիշտ ճանապարհով։ Այնուհանդերձ Փաշինյանի թիմակիցը կարծում է, որ ԱԱԾ-ն պետականությանն ուղղված մեծ աշխատանք է կատարում։ Հանրապետությունը, այն էլ պատերազմի պարտությունից հետո, այն էլ այդ աստիճան թիրախավորված հիբրիդային պատերազմի կուլմինացիոն կետերում, ինչպես նաև, որովհետև այն դեռ շարունակվում է եւ երկար է շարունակվելու, այս ամբողջ ընթացքում, որ Հայաստանի Հանրապետությունը կարողացավ ճիշտ դիրքավորվել համաշխարհային քաղաքականության մեջ եւ նույնիսկ այնպիսի պայմաններ ստեղծել, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության համար կբացվեն մեծ հեռանկարներ եւ ամրապնդել անվտանգությունը, այս առումով կարծում եմ, որ ազգային անվտանգության դերը քիչ չի եղել։ Ուժային կառույցները ԱԱԾ-ն հատկապես իրենց կոչումը տեսնում են գործող իշխանությանը ծառայելու մեջ, ոչ թե երկրին կամ օրենքին կամ օրենքի շրջանակներում ծառայելուն։ Նրանք օրվա իշխանության փոփոխության հետ միասին շարունակում են հավատարմորեն ծառայել օրվա իշխանությանը, բոլորովին չամաչելով, որ երեք մեկ այլ անձի էին ծառայում, անձին։ Փաշինյանի իշխանության 8 տարիների ընթացքում ԱԱԾ-ում հասարակության համար ակնառու փոփոխությունը թերևս ծառայության տնօրենի փոփոխությունն է։ Փաշինյանն այս ժամանակահատվածում հասցրել է 6 տնօրեն նշանակել ու ազատել։